Պարոն Պետրոսյան, կխնդրեմ ժամը 12-ի դրությամբ, այսպես ասած, ամփոփենք ինչ ունենք այս պահին, ձեր դիտորդների կողմից կամ անձամբ դուք ինչ խախտումներ եք արձանագրել։ Մեր դիտորդների կողմից բնականաբար բավականին շատ խախտումներ կան, հիմա ես այդ խախտումների հետքերով հերթով գնում եմ, քիչ առաջ մեկ այլ գյուղական համայնքում էինք, որտեղ ուրեմն վստահված անձանցից մեկը Մայր Հայաստանի կոնկրետ վստահված անձը տեսնելով վահանակը 7-րդ համարի իր մեքենան էր կանգնեցրել հենց վահանակի տակը, որի վրա գովազդային պաստառներն էին իրենց վստահված անձի թեկնածուի, սակայն նրան ստիպել էին ոստիկանները, որ մեքենան հեռացներ պատճառաբանելով, որ գովազդային բաներ կան վրան, ինքը պահանջել էր, որ այդ դեպքում էլ թող պաստառն էլ հեռացնեն, ոստիկանները խոսք էին տվել, որ 1 ժամից կհեռացնեին, սակայն 1 ժամը լրացել էր, չէին հեռացրել, այդ մարդը սպասում էր, որ գան հեռացնեն, ասես մի կես ժամ էլ կհամբերեն։ Այստեղ կոնկրետ գալուց նպատակը այն էր, որ կամերաներով, տեսադիտարկման սարքերով կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեսա, որ որոշակի կուտակումներ կար, մեր հենց դիտորդը հայտնաբերել էր մեկ անձի, որը երկրորդ անգամ էր ընտրատեղամասում հայտնվել եւ ակնհայտ ուղղորդման դեպք էր նկատել, այդ մարդուն էին դուրս հրավիրել, այս պահին ես տեսա, որ ամեն ինչ հանգիստ է, դիտորդի հետ զրուցեցի, որ այդ խնդիր այս պահի դրությամբ չկա։ Հարույց ինչ այլ դրվագներ կան, որոնք արձանագրվել են։ Այս պահին ամփոփում են, մենք մի քիչ հետո կներկայացնենք ամփոփ վիճակը կոնկրետ երևի ժամը 3-ի դրությամբ, պաստառներն են, որոշ դեպքերում հանձնաժողովի անդամների հետ որոշակի խնդիրներն են, օրինակ թույլ չեն տալիս դիտորդները որոշ դեպքերում մոտենան, նկարեն, բայց հարթվում է խնդիրները, հիմնական մասում, որտեղ որ խնդիրներ կա, անպայման արձանագրում ենք, մեկ-մեկ փորձում են չթույլ տալ, բայց այդ խնդիրները հարթվում են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ կապի մեջ ենք, եթե տեսնում ենք, որ բացատրական աշխատանքները արդյունքներ չեն տալիս, դիմում ենք իրանց, ճիշտն ասած այսօր ես մեկ անգամ եմ դիմել ու շատ արագ իրանք արձագանքել են, խնդիրը լուծվել է, մասնարարպես, քանի որ մենք դաշինքով ենք դիտորդական առաքելություն իրականացնում, իրանք ունենք 2 դիտորդ ունենալու, սակայն հանձնաժողովի նախագահան չէր թույլ տվել, իբր տարածքը փոքր է, ես նույնիսկ անձամբ համոզվելու համար նայեցի, տարածքը բավականին մեծ էր, ուղղակի անհեթեթ պատճառաբանություն էր, բայց կան միջամտես երևի հաշված րոպեների ընթացքում հանձնաժողովի նախագահան ընդունեց իր սխալը եւ մեր երկրորդ դիտորդը նույնպես դահլիճում հայտնվեց։ Ընտրական process-ը ինչպես կգնահատեք, ինչպես է ընթանում։ Այս պայդրությամբ բավականին ցածր է հաճախելիությունը, սպասենք միգուցե եղանակային պայմաններով է պայմանավորված, առավոտյան տեսանք, որտեղ Վահագին ցուրտ էր, հիմա գնալով տաքանում է, կարծում եմ մարդիկ արդեն աշխուժություն կցուցաբերեն։